Երբևէ դադարել եք արտացոլել, թե ինչու են որոշ մարդիկ անընդհատ ապրում փողի համար, իսկ մյուսները կարծես անսասան ֆինանսական անվտանգություն ունեն, ինչու են ոմանք իրենց կյանքը անցկացնում պարտքի և սակավության դեմ, իսկ մյուսները ժառանգություն են կառուցում, իմաստուն ներդրումներ կատարում և երաշխավորում են ոչ միայն իրենց բարեկեցությունը, այլև իրենց ընտանիքները։ Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ մի պատմություն, որը վերափոխեց ֆինանսներ տեսնելու իմ ճանապարհը, դաս, որը ես սովորեցի որպես երեխա, լսում եմ պապիկիս։ Մի մարդ, ով դիմակայում էր պատերազմների, ճգնաժամերի և զրկանքների, բայց ով դեռևս կարողացավ բարձրացնել կյանքը, և առավել զարմանալի։ Ձեր ուսմունքներն այսօր ուժի մեջ են մնում։ Երբ փոքր էի, ես նստում էի պապիկի կողքին, երբ նա կազմակերպեց իր ֆինանսները, ինձ համար կարծես խորհրդավոր ծես էր, նա ոչ միայն նոտաներ ուներ կամ ստացավ հաշվարկներ։ Նա ինձ բացատրեց փողի հետևում էությունը, նա ամուր ասաց. Փողը գործիք է, եթե դուք թույլ եք տալիս տիրապետել ձեր որոշումները, դուք կդառնաք ձեր բանտարկյալը, այն ժամանակ դա տարօրինակ էր թվում, ես պատկերացնում էի, որ հարստությունը բախտի հարց էր։ Ոմանք ծնվել են հարուստ ընտանիքներում, մյուսները ունեին այնպիսի բիզնեսներ, որոնք դուրս են եկել, ժամանակի ընթացքում ես հասկացա, որ բարգավաճումը պատահականության արդյունք չէ, դա գիտելիքների, հետևողական սովորությունների և ճիշտ որոշումներ կայացնելու ունակության արդյունք է, նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ինչ կարծես համաձայնվել է ձեր դեմ։ Ես տեսա, որ շատ ընկերներ կորցնում են ամեն ինչ տարիների ընթացքում, ոմանք ծախսված են եզակի ավելորդ, մյուսները ընկալում են պարտքի մեջ, առանց պլանավորելու, թե ինչպես են դրանք բավականին, և կային նրանք, ովքեր ռիսկի վախենալու են։ Երբեք առաջ շարժվեցին, ամեն անգամ, երբ ես ականատես եղա այս իրավիճակներին, իմ պապի խոսքերը իմ մտքում արձագանքեցին։ Բոլորը, ովքեր ցանկանում են ծաղկել, նախևառաջ պետք է իշխեն ինքն իրեն։ Այսօր ես ուզում եմ ձեզ փոխանցել այս նույն ըմբռնումը, սա այլևս այդ ընդհանուր խորհուրդներից չէ խնայելու կամ ներդրելու վերաբերյալ, դա կյանքի փիլիսոփայություն է։ Մի շարք սկզբունքներ, որոնք երբ լուրջ են կիրառվում, իրավունք ունեն ընդմիշտ փոխել իրենց ֆինանսական ճակատագիրը։ Կարող եք մտածել. Մի այլ խոսք կախարդական բանաձևերի մասին հարստանալու համար, բայց դա այն չէ, ինչի մասին է։ Այն, ինչ ես կկիսեմ, մտածելակերպի ռազմավարություն է, սովորություններ և գործողություններ, որոնք ես դիտել եմ տարիների ընթացքում մանկուց մինչ օրս։ Դա մի համակարգ է, որը ոչ միայն օգնում է հարստությունը կուտակել, այլև կյանք կառուցել, որում ֆինանսական անկախությունն այլևս հեռավոր երազանք չէ, և դառնում է կոնկրետ իրականություն, և ես խոստում եմ տալիս։ Եթե դուք կլանում եք այս գաղափարները և գործադրեք այն քայլերը, որոնք ես կներկայացնեմ, սակավությունն այլևս չի լինի ձեր պատմության մի մասը, այո, դուք ճիշտ եք լսել։ Այլևս երբեք, բայց կա վճռորոշ մանրամասնություն, դուք պետք է պատրաստ լինեք ձեր մտածելակերպը վերածել, դուք պետք է հրաժարվեք պատրանքներից փողի մասին և դիմակայեք դրա հետևում գտնվող ճշմարտությանը։ Պատկերացրեք առավոտյան արթնանալ առանց հաշիվների ճնշման, վճարման ենթակա պարտքերի ճնշման, պատկերացրեք, որ իմանալով, որ ձեր կայացրած յուրաքանչյուր որոշում, ըստ էության, ձեզ ավելի մոտ է դարձնում ֆինանսական կայուն իրավիճակին, թվում է, անհնար է։ Դա այդպես չէ, յուրաքանչյուրը կարող է հասնել հանգստության այս մակարդակի, քանի դեռ դրանք բաց են սերունդների նկատմամբ ապացուցված իմաստության ներծծման համար։ Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր տարիներ անցկացնում էին ֆինանսական դժվարություններով, և ես կբացահայտեմ միայն սկզբունքներից միայն մեկ կամ երկուը, տեսան, որ նրանց կյանքը լիովին վերափոխվում է։ Դա կախարդական չէ, դա գիտելիքն է, մեկը, որը գովազդի մեջ չէ կամ թանկ դասընթացներ, այլ փոխանցվում է նրանց կողմից, ովքեր իսկապես հասկանում են, թե ինչպես են ֆինանսները աշխատում։ Եվ ահա ամենակարևոր կետը։ Մարդկանց մեծամասնությունը անտեսում է այս ճշմարտությունը, նրանք փնտրում են դյուրանցումներ, ակնթարթային հարստություն, հրաշք լուծումներ, որոնք խոստանում են ամեն ինչ փոխել, բայց իրականությունը տարբեր է։ Իրական ֆինանսական ազատությունը կառուցված է համբերությամբ, կարգապահությամբ և հետևողական գործողություններով, եթե վրքեք։ Այս սկզբունքները կլինեն այն մեկը, ով կկառավարի ձեր փողը, այլ ոչ թե շրջապատի մյուս ճանապարհը։ Այսպիսով հետևեք մինչև վերջ, ես մանրամասն կներկայացնեմ գործնական քայլերը, որոնք կարող են վերափոխել ձեր ֆինանսական ապագան կիսելով անձնական փորձը, իմ ընտանեկան պատմությունները և խորհուրդները, որոնք կարող եք դիմել այսօր։ Եթե պատրաստ եք անկայունությունը թողնել ետևից և սկսեք ապրել այնպես, ինչպես ուզում եք միշտ, սա առաջին քայլը կատարելու ժամանակն է։ Այժմ սկսվում է նրա ճանապարհորդությունը ֆինանսական անկախություն։ Երբ ես խոսում եմ այլևս աղքատ չլինելու մասին, ես պարզապես չեմ նշանակում մեծ գումարներ կուտակել, ճշմարիտ ֆինանսական ազատությունը նպատակակետ չէ, այլ գործընթաց, դա ձեր ռեսուրսները խելացի կառավարելու ունակությունն է։
Որոշումներ կայացնել եւ գումար օգտագործել որպես գործիք, որն իրականում ցանկանում եք իրականում, եւ դա դիտում էր իմ ընտանիքի հետագիծը եւ իմ սեփական փորձը, որ ես հիմնարար բան գիտակցեցի։ Աղքատությունը ոչ միայն ռեսուրսների պակաս չէ, դա ամենից առաջ սահմանափակող համոզմունքների, վնասակար սովորությունների եւ վախերի շարք, որոնք խանգարում են ձեզ բարգավաճելուց։ Որպես դեռահաս, ես հաճախ եմ ուղեկցում պապիկիս, երբ նա զբաղվում էր իր ֆինանսներով, նա միշտ կրկնեց. Ինչն է կարևորը, թե որքան ունեք, բայց ինչ եք անում դրա մասին, եւ ահա թե ինչպես հասկացա։ Հարստությունը սկսվում է կարգապահությունից, կարգապահությունն գիտակցաբար ծախսելու, ռազմավարության մեջ ներդրումներ կատարելու, գիտելիք փնտրելու անընդհատ եւ զարգացնել հարաբերությունները, որոնք արժեք են ավելացնում։ Թույլ տվեք կիսել իմ կյանքում կիրառած որոշ սկզբունքներ եւ տեսա, որ այն աշխատում է այն մարդկանց համար, ովքեր երբեք լուրջ ֆինանսական դժվարությունների են ենթարկվել։ Նախ, ֆինանսական հսկողությունը հմտություն է, որը զարգանում է, շատերը դիմում են ֆինանսների որպես բարդ, ձանձրալի կամ անհասանելի, բայց ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ կարելի է պարզեցնել, դուք պետք է հստակ իմանաք, թե որտեղ է յուրաքանչյուր կոպեկ գնում եւ պլանավորում է յուրաքանչյուր շարժում, հիշում եմ ուշագրավ դրվագ։ Բիզնեսում իմ առաջին մեծ շահույթից հետո ես կարծում էի, որ կարող եմ հարմարավետ ծախսել, արդյունք, 1 ամսից պակաս ժամանակ իմ հաշիվը գրեթե զրոյացի էր, եւ ես փոքր պարտքի եմ ենթարկել, ցավալի դաս էր։ Այնտեղից ես ամեն օր սկսեցի գրանցել իմ բոլոր ծախսերն ու բաղադրատոմսերը, այսպիսով ես կարող էի հայտնաբերել թափոններ, ավելացնել ավելորդ ծախսերը եւ իմ գումարը ուղղել իրոք կարևորին։ Բարձրացնել ակտիվները, ֆինանսների կառավարման կարգապահությունն առաջին քայլն է փողի մտահոգությունները վերացնելու համար, փոքր սովորություններ, ինչպիսիք են յուրաքանչյուր ծախսերը գրելը կամ բյուջեն շաբաթական վերանայելը, մեծ երկարատև տարբերություն են առաջացնում։ Երկրորդ, ներդրումներ կատարեք ինքներդ, գիտելիքը միակ ակտիվն է, որը միշտ առաջացնում է վերադարձը, երբ նա երիտասարդ էր, նա հաճախ երեցներից լսում էր. Մոտ անկանում եք բարգավաճ լինել, ուսումնասիրել, սովորել, միշտ ձգտել ավելին իմանալ, եւ դրանք պարզապես բառեր չեն, կրթության եւ անձնական զարգացման մեջ ներդրումները լավագույն բիզնեսն են, որ կարող եք անել։ Ես ինքս իմ առաջին աշխատավարձի մեծ մասը մտադրեցի ներդրումների եւ ձեռներեցության դասընթացների համար, 1 տարի անց այդ ուսմունքները թույլ տվեցին ինձ կատարել ֆինանսական որոշումներ, որոնք բազմապատկեցին իմ մայրաքաղաքը մի քանի անգամ անցածի համար։ Առավել արժեքավոր է հասկանալ, որ գիտելիքները մշտական լավն են, փողը գալիս է եւ գնում, բայց այն, ինչ դուք սովորում եք հավիտյան մնում է ձեզ հետ, դա այն տեղեկատվությունն է, որը բացում է դռներ, խուսափում է թանկարժեք սխալներից եւ անվտանգություն է տալիս վստահությամբ։ Երրորդ, մտածեք երկարաժամկետ հեռանկարում, մարդկանց մեծամասնությունը լուրջ սխալ է թույլ տալիս։ Նրանք ցանկանում են հարստանալ գիշերում, նրանք ռիսկային վարկեր են ձեռնարկում, իմպուլսիվ ներդրումներ են կատարում կամ կախված են բախտից, իմ փորձով այս ուղին գրեթե միշտ հանգեցնում է հիասթափության, ես շատ դեպքեր եմ տեսել այսպես։ Ճշմարիտ ֆինանսական կայունությունը չի կառուցվում դյուրանցմամբ, բայց ամուր եւ համբերատար ռազմավարությամբ, ով հասկանում է, որ դա առաջ է գալիս։ Ես տեսա, որ ընկերները կորցնում են մեծ գումարներ, որոնք փորձում են արագ հարստանալ, մինչ ես։ Նրանք, ովքեր կիրառեցին աստիճանական կուտակման եւ խելացի ներդրումների սկզբունքները, որոնք կառուցվել են ժամանակի, ֆինանսական անկախության ընթացքում, հայրս միշտ ասում էր. Մի մտածեք 1 ամսվա ընթացքում միլիոն շահելու մասին, մտածեք ձեր եկամուտը բարձրացնելու մասին, տարեցտարի, քայլ առ քայլ, եւ դա աշխատում է, փոքր հետեւողական առաջընթացները ստեղծում են ամուր հիմք, որի վրա իրական հարստությունը կառուցվում է։ 4. Օգտագործեք գումար որպես գործիք, ոչ թե որպես նպատակ, վաղ տարիքից ես հասկացա, որ միայն փողը ոչինչ չի բերում, նա ընդամենը միջին է, շատերը մնում են աղքատ, քանի որ նրանք փող են տեսնում որպես վերջ, ոչ թե որպես գործիք։ Նրանք աշխատում են փողի համար, փոխարենը աշխատելու փոխարեն, ազատություն, գիտելիք կամ հնարավորություններ ձեռք բերելու համար։ Ես հիշում եմ, որ զուգընկերոջը ինձ տվել է, եթե ձեր փողից ստրուկ եք, այն կկործանի ձեզ, բայց եթե նա ձեր ծառան է, կկառուցեք ձեր կյանքը, այս գաղափարը ամեն ինչ փոխեց ինձ, այսօր ես օգտագործում եմ իմ եկամուտը նոր հնարավորություններ ստեղծելու, նախագծերի եւ մարդկանց ներդրման եւ ընտրության ազատություն ապահովելու համար ինձ եւ իմ ընտանիքում։ 5. Ձեր միջավայրը ձևավորում է ձեր ֆինանսական իրականությունը, պապս ասում էր։ Ասա ինձ, թե ով ես քայլում եւ ես կասեմ, թե ով ես դու, ընկերներ, գործընկերներն ու գործընկերները խորապես ազդում են իրենց ֆինանսական որոշումների վրա, եթե շրջապատված եք մարդկանց կողմից, ովքեր բողոքում են փողի պակասից եւ դյուրանցումներ են փնտրում, ռիսկ եք դիմում նույն կերպ,
Ես ինքս փոխեցի իմ շրջանակը, ես սկսեցի ապրել, ով գիտի, թե ինչպես կարելի է վաստակել, ներդրումներ կատարել եւ բիզնես կառուցել, ես նկատեցի, սովորեցի եւ կլանեցի արդեն հաջողությունների հասած նրանց սովորույթներն ու մտածելակերպը։ Արդյունքը, իմ ֆինանսական հետախուզությունն աճեց եւ իմ եկամուտը նույնպես աստիճանաբար։ 6. Ընդունեք բոնուսը հետաձգելու կարգապահությունը։ Գիտեմ, որ դա հեշտ չէ, երբ երիտասարդները իրենց ուզածը տեսնում են, ժամանակին գնելու ցանկությունը հիանալի է, բայց հենց այն է, որ անհապաղ հաճույքներին չասելու։ Ներդրումներ եւ սպասեք այն արդյունքների, որոնք առանձնացնում են նրանց, ովքեր ունեն հարստություն, ովքեր շարունակում են մնալ վախը։ Ես ինքս անցա։ Ես խուսափեցի ավելորդ ծախսերից, իմ գումարը կիրառեցի ուսման եւ բիզնեսի համար։ Մի քանի տարի անց այս ընտրությունները ինձ ազատություն տվեցին, որ իմ ծանոթներից շատերը միայն երազում էին ունենալ։ Եթե դիմում եք այս սկզբունքները կարգապահություն, շարունակական ուսուցում, երկարատև ռազմավարություն, պատշաճ միջավայր եւ փողի խելացի օգտագործումը ոչ միայն կբարելավի ձեր ֆինանսական վիճակը, աղքատությունն այլևս չի լինի ձեր կյանքի մի մասը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր որոշում եւ յուրաքանչյուր սովորություն կառուցում է իր ֆինանսական իրականությունը, եւ որքան շուտ կսկսեք, այնքան ավելի արագ կտեսնեք արդյունքները։ Հիմա եկեք հիշենք այն ամենը, ինչ քննարկեցինք։ Եթե դուք հետևել եք այստեղ, դուք արդեն ունեք այն, ինչը մարդու ֆինանսականորեն անկախ է դարձնում, բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի բան։ Սա տեսություն չէ, այն ամենը, ինչ ես ասացի, գալիս է իմ փորձից, իմ ընտանիքի պատմությունն ու ես նկատեցի տարիների ընթացքում, երբ ես սկսեցի, ես առավելագույն խնդիրներ ունեցա, որքան մեծ մասը, պարտքը իմ աշխատանքը կորցնելու վախը, այն զգացողությունը, որ փողը երբեք բավարար չէր, մինչև ես հասկացա մի պարզ ճշմարտություն։ Աղքատությունը մտքում է սկսվում, եթե փոխում եք ձեր մտածելակերպը, ձեր սովորությունները եւ ձեր հարաբերությունները փողի հետ, ֆինանսական անկախությունը կդառնան իրական։ Դուք արդեն գիտեք հիմնարար սկզբունքները։ Կարգապահություն փողի կառավարման մեջ, յուրաքանչյուր իրական դոլար կամ եվրո պետք է հաշվի առնվի, ուղղորդված եւ իմաստուն օգտագործված, դա նման է տան հիմքի։ Եթե դուք ամուր եք, ոչ մի փոթորիկ չի թափահարելու ձեր ֆինանսական կյանքը։ Ներդրումներ կատարեք գիտելիքի մեջ, գումարը գալիս եւ գնում է, բայց գիտելիքը հավերժ է, դա ձեզ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնել, տես հնարավորությունները, որտեղ ուրիշները խնդիրներ են տեսնում եւ հարատև հարստություն են կառուցում։ Երկար մտածողություն, հարստությունը չի կառուցվում գիշերում, դա դանդաղ, անվտանգ եւ լավ պլանավորված գործընթաց է, երբ յուրաքանչյուր քայլ գործ ունի, հապճեպ որոշումները կարող են բերել ակնթարթային բավարարվածություն, բայց հազվադեպ եւ հանգեցնել իրական ֆինանսական ազատության։ Փող որպես գործիք, ոչ թե որպես նպատակ, եթե նա դառնա իր նպատակը, դուք նրա ծառան կլինեք, եթե այն օգտագործում եք որպես գործիք, այն դռներ կբացի նոր հնարավորությունների, նախագծերի եւ ազատության համար ձեզ եւ ձեր ընտանիքի համար։ Ձեր միջավայրը սահմանում է ձեր իրականությունը, այն մարդիկ, որոնց հետ ապրում եք, ազդելով ձեր սովորությունների, ձեր մտածելակերպի եւ ընտրության վրա, եթե ցանկանում եք բարգավաճում, ձեզ հարկավոր է մի շրջան, որը ոգեշնչում եւ աջակցում է, ոչ թե այդ սահմանը։ Գոհունակությունը հետաձգելու արվեստը, թերևս առավել դժվարին, բայց նաեւ առավել փոխակերպող սկզբունքը, ապագայում ավելի մեծ արդյունքների դիմաց անհապաղ հաճույք պատճառելու ունակությունն այն է, թե ինչն է տարբերակում նրանց, ովքեր հարստություն են կառուցում լճացած։ Թույլ տվեք կիսել անձնական պատմություն, որը կարող է ձեզ ոգեշնչել այսօր գործել։ 20 տարեկան հասակում ես ունեի մի փոքր բիզնես, որն ըստ երևույթին լավ անցավ, բայց սխալը, վատ հաշվարկված ներդրումը գրեթե ոչնչացրեց ամեն ինչ։ Ես հիշում եմ այդ օրը, երբ միայն ես վերլուծեցի իմ սխալ պատկերացումները եւ մտածեցի. ավարտվեց, ես կորցրեցի ամեն ինչ, ուստի ես հիշեցի պապիկիս խոսքերը։ Ով գիտի, թե ինչպես սովորել սխալներից երբեք աղքատ չի լինի, դա այն է, երբ ես սկսեցի կիրառել այն սկզբունքները, որոնք ես կիսեցի այստեղ, ես պատրաստեցի մանրամասն ծրագիր իմ ֆինանսների, ներդրումների եւ բիզնեսի համար։ Ես սկսեցի ուսումնասիրել հմտություններ, որոնք բարելավեցին իմ ղեկավարությունը եւ ավելացրեցին իմ եկամուտը։ Ես փոխեցի իմ միջավայրը, գնում եմ այն մարդկանց, ովքեր հասկանում էին, թե ինչպես կառուցել հարստություն։ Ես վերացրեցի ավելորդ ծախսերը եւ կենտրոնացած էի երկարատև նպատակների վրա։ Մի քանի տարի անց ոչ միայն վերականգնվեց իմ բիզնեսը, բայց դա մի քանի անգամ գերազանցեց այն, ինչ նախկինում էր, եւ ես հասկացա, որ իրական ուժը փողի մեջ չէ, այլ գիտելիքի, կարգապահության եւ կյանքի ճիշտ մոտեցում։ Կարող եք նաև քայլել այս ուղով, սկսեք այսօր, կազմեք պլան, վերլուծեք ձեր ծախսերը, ընտրեք գիրք կամ դասընթաց սովորելու համար, մտածում են, թե որ միջավայրում է օգնում ձեզ աճել եւ որ սովորույթներն են ձեզ պահում, եւ հիշեք.
Հարստությունը միայն փող չէ, դա ազատությունն է, ընտրելու ազատություն, թե ինչ անել, որտեղ ապրել, ում հետ կապվել, թե որ նախագծերն են աջակցում եւ ինչ երազանքներ գիտակցում են, փողը գործիքն է, որն այս ազատությունը հնարավորություն է տալիս։ Բայց իսկական հարստությունը սկսվում է մտքում։ Պահպանեք սա։ Դուք երբեք աղքատ չեք լինի, եթե ընդունեք այս սկզբունքները եւ գործի դրենք դրանք։ Կարևորը ոչ միայն տեսանյութ դիտելը, այլև գործողություններ, ամեն օր, յուրաքանչյուր քայլում, յուրաքանչյուր որոշման մեջ։ Հիմա ես ուզում եմ ուղղակիորեն խոսել ձեզ հետ, եթե այս բովանդակությունը ձեզ ոգեշնչել է, եթե զգացիք, որ կարող եք փոխել ձեր կյանքը, վերցրեք առաջին քայլը, դա միայն մակագրությունը չէ։ Դա պարտավորություն է պարբերաբար գիտելիք եւ խորհուրդներ ստանալ, որոնք կօգնեն ձեզ կառուցել ձեր ֆինանսական ազատությունը։ Հաջորդ տեսանյութերում ես կբաժանեմ գաղտնիքներ, որոնք ընտանիքս օգտագործել է 0-ից հարստություն ստեղծելու համար, եւ դա դեռ գործում է այսօր։ Այս սկզբունքները վերացական տեսություններ չեն։ Նրանք աշխատում են աշխարհի ամենուրեք մարդկանց համար, անկախ այն բանից, թե որտեղ եք այժմ, մի թողեք վաղը, ինչը կարող է այսօր վերափոխել ձեր իրականությունը, սկսեք կիրառել մեր քննարկման սյուները։ Իմացեք, թե ինչպես օգտագործել գումարը որպես գործիք, այլ ոչ թե որպես վերջ, շրջապատեք ձեզ այն մարդկանցով, ովքեր ձեզ ոգեշնչում են աճեցնել, ոչ թե նրանք, ովքեր ձեզ են քաշում, եւ ամենից առաջ, զարգացրեք անհապաղ բոնուսները հետաձգելու հնարավորություն ամուր ապագայի դիմաց, հավատացեք ինքներդ ձեզ, ուսումնասիրեք անդադար եւ հատկապես գործեք, հիշեք, ֆինանսական ազատությունը անհասանելի երազ չէ։ Դա հետևողական գործողությունների եւ գիտակցված ընտրության կուտակված արդյունք է։ Վստահ եմ, որ դուք դա կկատարեք, քանի որ իմաստությունը, որը ես կիսում եմ, գյուտ չէ, նա ժամանակով փորձարկվել է, կեղծվել է իրական կյանքում եւ փոխանցվում է իմ ընտանիքի սերունդների կողմից, որոնք բախվել են պատերազմների, ճգնաժամերի եւ վերակառուցվել բոլորին, որը շատերը համարձակվում էին։ Քեսինգ։ Այս նույն իմաստությունն այժմ ձեր ձեռքերում է։ Այլևս մի սպասեք, այսօր տվեք առաջին քայլը, եւ երբեք թույլ չտալ, որ անկությունը կրկին թելադրի ձեր հնարավորությունները կամ ձեր երազանքները, փոխելու ուժը ձեր մեջ է, օգտագործեք այն։